կմփեմ, կամ տենց մտակ ու վնասազերծեցիք, վայ, բայց մտնողը մտել էր, որ յան վնասազերծեին, ու սաղ սալամատ տոնեին, ատենց վնասազերծվում էին, Ես գիտեք որ նա, որ այսօրվա բաները դերասանները փորձեն խաղալ, վերարտադրել տաքսի ներկայացումը։ Կլինի, չի լինի։ Նույնն էլ ձերն է, հիմա դուք ուզում եք վերարտադրել ցույց տաք ահաբեկչություն, աշխարհին ցույց տաք, որ Հայաստանում տեղի է ունեցել ահաբեկչություն։ Բայց դուք մոռանում եք, որ այդ աշխարհի մասնագետները, այդ տարբեր հետախուզական ծառայությունների, օրինակ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, այնտեղի ղեկավարները կտրուկ տարբերվում են ձեր ռազմետքի ղեկավարներից։ Էնում եք են բծեր ագարկի նման բոզի տղա նստած չի ինտեղ, այդ ռազմետքի ծառայության պետ, հասկանում եք, որը որ օթից, չգիտեմ նախկինում ինչ աշխատած լինի, բուժքույչ, ու մեկ էլ գա նստած լինի հետախուզական ծառայության պետ, այս ձեռագիրը նայելով կասեն ինչ են սրան կազմակերպել, թատրոն, անորակ թատրոն, ահաբեկչություն իրականացնող մարդը սենց բան չի անում, ես մա չեմ ուզում դասեր տամ, ես Դե որ ասում դեմ եմ ահաբեկչությանը, դրանով հարց չի լուծվում, չգիտեմ շենք գրավելով։ Բայց ոչ մի ահաբեկիչ սենց բա չի անում։ Սա շատ վատ ներկայացում էր։ Մասիվի քաղմազ, վայ Ղազարյան, սաղի խերը քովրայակայնը։ Ստեղ մեկն էլ ասում առաջարկեք վրա Սումախով քյաբաբ, կուտես աբազ, ինչ ասա նշանակում աբազ, Սումախով քյաբաբ, ես չգիտեմ, բայց ասա երևի մի հատ սիգնալա քեզ, այդ պետք է պարզել, գրողնով է, ամենան դեպս սելի ժողովուրդ, ես ուզում եմ իմ կարծիքը հայտնել ես հայտնեցի, որ սա ահաբեկչություն չի, սա շատ վատ սարքած ներկայացում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, սա էլ արդեն որ երրորդ անգամն է տեսադաշտում հայտնվում է Սասնա ծռեր կազմակերպությունը, որը որ հայտարարում են սա մենք ենք, եւ չգիտես ինչի այդ կազմակերպության գործունեությունը չի դադարեցվում Հայաստանի Հանրապետության տարածքում, անդադար մարդկանց պահում են, որ ասում է «սվոյ տերորիստ», այդ բանի տակ։ Մենք ոչ մի բանի չհասանք ՊՊՑ գնդով, 3 անմեղ զոհ, պրոստը այս անգամ ավելի մեղմ գտնվեցի, միլիցեքին չգյուլին, որպեսզի ավելի պրավնապադոբնի երևա, էլի։ Դե Սերժը հատուկ երևույթ էր։ Սա մի քիչ ուրիշ, սա չմոյ է։ Ու պրիտոմ մարդը ուզում է շենքա գրավել, շենքա կմպցնան։ Միլիցեքը կողերը կայնած են։ Շատ հանգիստ, ես մի տեսակ, մեկը ծխմա, այն մեկը մի հատ, չգիտեմ, բաժնի պետա, վարության պետա, հեռախոսնական ջին եկեք կայլելա քաղմասի դեմը խոսում ա, շոր դագլատա տալը, ու ինչ-որ մի տեսակ հատուկ բան եմ նկատել, հել մի հատ վեկալեք Շամշանիկ նկարահանած կադրերը նայեք ցանկացած դեպքի վայրից, ցանկացած 99% դեպքի վայրերում միլիցիայը սաղ հեռախոսներով են, սաղ, Են չգիտեմ քաղաքի վարչության պետը բան հեռախոսնականջին, քերականի բան պետը հեռախոսնականջին, չգիտեմ տոպերգացով տեղակալա հեռախոս, եթե սաղը տեղ է, շամշանել բանը գրեմա չէ, դեպքի վայրեն ժամանել, Երևանի, չգիտեմ, Արաբկիրի քերականի պետը, քերականի պետի տեղակալը, բանը, այդ Արաբկիրի բաժնի միլ պետը, օպերգացով տեղակալը, Երևան քաղաքի օպերգացով պետի օպերգացով տեղակալը, Երևան քաղաքի բանը վարչության պետ, այսինքն այդ քերականի պետը, որը որ պիտի հեռախոսով խոսա, զեկուցի, օպերգացով տեղակալեն, էնի կողնա, օպերգացով տեղակալը, որը որ պիտի զեկուցի միլպետին, են էլ ակողը, միլպետը, որը որ պիտի զեկուցի Երևան քաղաքի ոստիկանապետին, էդ էլ ակողը, չես հասկնդակում հետ են խոսը, սաղ յարգելով հավակված են, քնիչը, դատախազը, սաղը տեն չէ, բայց սաղ հեռախոսով են,
զեկուցում, ինչ եթե սաղատեն։ Հիմա ստեյա։ Մարդիկ զինված մտել են շենք, ասիկան ամեն վարքյան կարա լուսամուտը հանի գրսնի, մարդը կանել է լուսամուտը խոսում է։ Առանց բրոնեժիլետ, առանց կասկեքի, առանց որևէ ինչ բանը պաշտպանին չանդերց, աշխարհում այդպես բան չկա։ Մի քանի թաղամաս հենքում, մեր միած, չգիտեմ, բա սևական էր։ Ես ինչ չեր արել, ինչ չեր արել, էլ աշխարհ պոլիս, սպեցնազ, վերտալոտնի, բան չմնաց, մասկեքով, բաներով, շներով, եկան լսվան, բոզի տողումոտ ընդամենը մի հատ պիստոլետ էր։ Հանը կրակել էր, չգիտեմ, ընտանեկան մելոդրամա, բերին, փագին, սաղին, հանին, սիկտիրանին, լենտը քաշին, սպեսնազ, մեզնազ, վերտալոտ, շներ, մինայի սկացել, նայում եմ ասում եմ, կարող եմ 30 հոգի հեսը հանել, մի հատ գանդոն։ Ստե 3 հոգի եկե մտել են քաղմաս, զինված, լիմոն կեքով, միլիսը կայնած կոֆե են խմում, ծխում են, են նրանք թե ներքևը, են եկը հեռախոսով է բանը խոսում, են եկը հատնակլասնիկա մտել։ Շո, ոնց որ եղավ են բանը մասիվի թաղապետարանի դեպքը։ Ներողություն, քաղաքապետը, իբր թե ահաբեկի չէ, մտան գյունին ասի խփտվավ։ Մարդը զինված է փիլաքյաններով, գրաժդանսկի շորերով առանց բրոնեժիլետ, իրանք նկայելով փորերն առանց բարձրանում էին ահաբեկչի մոտ, որը նստած է քաղաքապետարանի աթոռի վրան, Մասիսի, Դավիթի, Տիգինարուս, ու ինքն իրան գերազում էր, որ ատենք իրան պիտի խփի։ Ու խփեց։ Հիմա էսիա։ Արա մի քիչ կինո նայեք, կինո։ Մի քիչ սցենար մշակեք, միլիցեքը ոնց կան, սպեսնազը ոնց գա, չգիտեմ ոնց տարանջատեք ժողովուրդ, ոչ թե քաղմասի մեջ միլիցեքը կայնած ասма գրավել է քաղմասի շենքը։ Այսինքն մեր ոստիկաններն են անուժեղ են, իած խերին չի էլի, որ իած կարան հանելու գյուլեն, առանց բրոնեժիլետ, առանց կասկա, առանց ինչ մի բան, կայն է ցածը ծխամա էնի վերեն ասում ես գմպծում։ Ասես բան հենց դուք պատկերացրեք Միացյալ Նահանգներում ինչ որ մի հատ երե կամ Ռուսաստանում մտնեն քաղմաս գրավեին։ Ոնց կփակեին այդ ցախ տարածքը։ Ցախ չէ կայնած, մեկը դե խոսում, մեկը դե կոֆեային կայնած ծխամանդ է։ Նայում եմ կադրերը չեմ հասկանում, ասում եմ սա հիմա ահաբեկի չէ, թե պրոստը հյուր են եկե։ Չէ սխալ եմ ասը։ Իսկ ինչ եք սարքում դուք այդ բոզի։ Ու հիմա ձեզ թվում է, թե ես իմ անգրագետ հալը որ էսքանը տեսա 20, 30, 40 տարվա ռազմետքի մեջ աշխատած Նարդիկ, նույն ամերիկացիք, ֆրանսացիք, մի 6, մի 6, չգիտեմ, ցերու, նստած ես որ նայեն սենց։ Ասենք այդ կադրը, չեն ասես ինչ կատարվում։ Սրանց դեղին լեն, մեղին լեն, շներ, մներ, սպեսնաս վերտալը, իսուրա։ Էսի չի կայնա շենքի տակ ծխան։ Սա խերին չի։ Կամ ինչ էր ուզում այդ մարդը, вообще ինչ էր ուզում։ Իրեն ինչի պիտի ուզի մասիվի քաղմասից։ Ավելի լուրջ հիմնա գոյություններ կեթր կմնդերն դե, ախի չի գնացն դե, մասիվի քաղմասնա կալանավոր է, բանը, այդ անունչա մարտական եղբայրների, չէ, ինչ կապունիստ է մասիվ, ինչ կապունիստ է ոստիկանությունը, ոստիկանության վրա է տուղալակ, այսինքն այս գործը պիտի մի հատ տարական ղեկավար ունենը, որ գոնի մի հատ խորհրդակցեր ասեր, հələ մի հատ բանը, կոնսուլտացիա անենք էլ այդ իրանց մարտական ընկերներով, մասիվի քաղմասը ինչ կապ ունի, ինքը բռնողն է, թողողն է, միջդատական վարույթում որոշում փոխողն է, ով է։ Այդ եմ ասում, գնանք մտենք պասպորտ սեղան, նույն բանն էր։ Սերի ժողովուրդ ոչ մի ահաբեկչություն էլ տեղի չի ունեցել։ Սա անորակ նորից եմ կրկնում, բեմականացում է։ Այսպես պահանջ չեն ներկայացնում, այսպես խնդիր չեն լուծում, ես չգիտեմ այս անգամ ինչ էին մտածել Ժիրար Սեֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանը, բայց համենայն դեպս ավելի քան համոզված եմ, որ միջազգային, չգիտեմ, կառույցներ ասեմ, հետախուզական ծառայություններ ասեմ եւ այլն, բոլորն էլ մենա խնդրեմ, աբաս քո աշխատողնա գրեմ, ասում է գրանատը Պարոն Ղուկասյան, ինչա գրե, ասում է գրանատը ձեռը սիգարետ ուզեց, միլիցիան տվեց որ ծխի։ Ասենց տերորիստ որտեղ եք տեսել։ Չէ դուք էլ նայեք, ասում է ես ես աղբյուրին իրավունք չունեմ չհավատալու։ Ասում է գրանատը ձեռը կայնած սիգարետ ա ուզում։ Այն միլիցիան տալամա որ ինքը ծխում, միլիցիան կողը կայնած հա։ Այդպես բան կա, տերորիզմ կա։
Ես բան հիշեցեմ, որ մարշրուտկեք են, որ այն ժամանակ որ բանը սպասում էինք, որ պասաժիրները լցվի, որ է թանկ։ Հայերի մոտ է ծխելու մոլուցքը։ Շոֆերն է նստելա դուրը փակելա ժողովուրդը մեջ